Բարի երեկո ժողովուրդ ջան, ինչպես խոստացել էի, այսօր մի քիչ կխոսեմ անցած տոնի մասին, քաղաքացու օրվա հետ կապված տոնի մասին, ասեմ, որ շնորհակալ եմ բոլոր կազմակերպիչներին, հրաշալի օրեր, ասեմ, որ ոչ մի ԿՊ-ի սատարող կամ ԿՊ-ական երբեք չի էլ մտածել, որ հրապարակը լեփ-լեցուն ա եղել զուտ ԿՊ-ին սատարելու համար։ Մենք ձեր նման շիզոֆրենիկ չենք։ Մենք հասկանում ենք, որ այնտեղ գոյություն ունեին լիքը զբոսաշրջիկներ, նախարարինը, այո, մեր պետությունը ուներ լիքը հյուրեր, որտեղ տեղյակ էին, որ նման երկիշներ են լինելու։ Վրաստանից են եղել լիքը հյուրեր, Ռուսաստանից են եղել, Չինաստանից, Իտալիայից, ես տարբեր լեզուներ եմ լսել իմ կողքովանցնող մարդկանց, բայց չեմ կարա ժխտեմ այն փաստը, որ լիքը մարդ եկել էր Սփյուռքից, որպեսզի մասնակցի այդ հրաշալի տոնին։ Ինչքան էլ վառվեք, ինչքան էլ ժխտեք, ինչքան էլ վատանաք, դա փաստ է։ Դա փաստ է, անգամ Նիկոլ Փաշինյանի եթերների ժամանակ կա նման արտահայտություններ, որ հատուկ եկել եմ այսօրը մասնակցեմ։ Այո։ Հիմա բացատրեմ, թե ինչու է այդ օրը կոչվում քաղաքացու օր, քանի որ մի քանի հոգի իրանց դրել են շլանգի տեղ, թե բա ոնց կլինի եղեռնից հետո նման քեֆ անեք ամբողջ աշխարհով մեկ խայտարակ եղան, երևի ռսի մոտ խայտարակ եղան, ուրիշ ոչ մեկի մոտ։ Հա, մեկ է ռսամետների։ Դուք շատ եք ուզում, որ մենք խայտարակ լինենք, բայց մենք խայտարակ չենք լինում, որովհետև գենոցիդը եղել է 111 տարի առաջ, ու ես չպարտավոր չեմ մի ամիս դնեմ ու ողբամ, ինչա թե ձեզ դուրեկան լինի։ Իհարկե դուք շատ ծանր եք տանում, որ մեր ժողովուրդը երգում է, պարում է, ուրախանում է, շատ ծանր եք տանում։ Բայց ես ձեզ ասեմ, ինչի հենց ամսի 25-ի օրը։ Ինչու հենց ամսի 25-ին, որովհետև երբ որ մեր ժողովուրդը ոտքի կանգնեց հեղափոխություն արեց, ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց։ Ուստի ամսի 24-ից սկսվում էր քաղաքացու օրը, բայց քանի որ մենք ունենք շատ կարևոր հիշատակ, մեր զոհերի հիշատակը, ապրիլի 24-ը, ամբողջ ժողովուրդը գնաց ուղիղ Ծիծեռնակաբերդ հարգելով մեր զոհերին հիշատակը։ Ու դրանից հետո ամսի 25-ին նոր մեր ժողովուրդը իրեն թույլ տվեց ուրախանա, որ հաղթել է թալանչիներին, որ հասել է իր նպատակին, որ քաղաքացու ձայնը ի վերջո հաղթանակ տարավ։ Դրա համար էլ այդ օրը կոչվում է քաղաքացու օր։ Ու ես գտնում եմ, որ սա ամենակարևոր տոնն է Հայաստանի Հանրապետության ժողովրդի եւ քաղաքացու համար, որը այդ օրվանից համարվել է մարդ, որի ձայնը մինչ օրս լսվում է, որի բողոքը բարձրաձայնած բոլոր խնդիրները լսվում են, մարդու տեղ են դնում։ Այո, սա ամենակարևոր տոնն է Հայաստանի Հանրապետության, մեկ էլ իր անկախության տոնն է, իր դրոշի ու բանակի տոնն է։ Այո, այս 3 տոնն է, որ ես համարում եմ ամենակարևոր տոները Հայաստանի Հանրապետության։ Ու քաղաքացու գիտակցությունը պետք է էլ ավելի բարձրանա, որ նա հասկանա ինչ է նշանակում պետություն եւ ինչ է նշանակում լինել պատասխանատու եւ պահանջատեր քաղաքացի։ Այո, ու մենք տոնելու ենք դա, ինչքան էլ դուք պատառոտվեք։ Ասեմ ավելին, այն շուն ու շնգյալները, որոնք առավոտի ծիրիգուն իբր թե կարծիք են հայտնում, բայց առավոտի ծիրիգուն Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին են վիրավորում, վստահ լինելով, որ իրենց ոչ մեկ չի կերպարանափոխի, պլաստիկ խիրուրգիայով չի զբաղվի, որ սեփական մայրը չճանաչի, էլի է քաղաքացու օրվա շնորհիվ։ Ուստի դուք մեզանից շատ պետք է ուրախանաք, որ քաղաքացու օր գոյություն ունի, որտեղ դուք համարվում եք մարդ եւ իրավունք ունեք կարծիք հայտնելու, թեկուզ եւ լպիրշ։ Okay? Հիմա անցնեմ այն թեմային, որ ես լիքը մարդկանց հետ զրուցեցի, ասեմ ավելին, որ ես համարյա թե չեմ ապրել, որովհետև շատ հոգնած էի, այնքան էի զրուցել, քայլել եւ այլն, որ ահա որ հոգնած էի։ Ուրեմն ասեմ, որ շփվել եմ տարբեր հայերի հետ, տարբեր երկրներից եկած, որոնք արտահայտում էին իրենց մտավախությունը, որ հանկարծ այս թալանչիները չանցնեն։ Բոլորը ասում էին, որ գալու են ընտրությունների, որի համար ես իրանց շատ շնորհակալ եմ։ Ասեմ ավելին, բացահայտում եղավ ինձ համար, երբ որ ինձ մոտեցավ դաշնակ եւ ասեց՝ «Մերի ջան, հարգանքներս, ես դաշնակ եմ, ես ամբողջովին ձեր հետ համամիտ եմ»։ Դաշնակցության մեծամասնությունը Սփյուռքում ձայն չի բարձրացնում, որովհետև այս կռախաբորներից են կախված, այսինքն կախում ունեն դպրոցի առումով եւ այլն, բայց վստահեցնում եմ ձեզ, ով հնարավորություն ունի, շատ մեծ քանակի ժողովուրդ ցանկություն են հայտնել, որ գան եւ ընտրեն
Նիկոլ Փաշինյանին, որպեսզի նա այս ուղին պահի, որը որ բռնել է քաղաքական ուղին, խաղաղությունը։ Էսի իմ համար մի հատ մեծ բացահայտում էր, որը ուզում էի ձեր հետ կիսվեի։ Նաև ռուսների հետ եմ շփվել, որոնք մարդկայինորեն այնպեսի մոտեցում ցույց տվեցին այդ գաղափարին, այնպես էին արտահայտվում Նիկոլ Փաշինյանի մասին, որ ես իրոք անգամ ինքս այդ բառերը երբեք չեմ ասել Նիկոլ Փաշինյանի մասով։ Այդ մարդիկ ապրում են մեր երկրում եւ Նիկոլ Փաշինյանը հայ ժողովուրդը այս քաղաքական իրավիճակը մտնոլորտը իրանց հույսեր աներշնչում, որ աշխարհում դեր մարդկություն կա։ Հասկանում եք։ Ոստի ես շնորհակալ եմ մեր ռուս ընկերներին, ժողովրդին, ովքեր ներկայությամբ մեր հայրենիքում են բնակվում, պաշտպանվում են Ռուսաստանից դրանով, թե ինչ, դա արդեն էական չի, բայց նրանք գնահատում են այն, ինչ որ կատարվում է մեր երկրում, որ մեր երկիրը գնում է դեպի զարգացում, դեպի խաղաղություն, ու ընդհանրապես նման դեմոկրատ պետություն աշխարհում գոյություն չունի։ Սա իրենց խոսքերն է, որի համար իրենց եւս շնորհակալություն եմ հայտնում։ Նաև արտահայտվեցին այսպիսի միտք, որ չկա աշխարհում նման բան, որ այսպիսի երկիշների հրավիրի պետությունը եւ ձրի համերգ տա իր ժողովրդի համար։ Էս էլ սենց։ Իհարկե չենք շղթում այն փաստը ժողովուրդ ջան, որ նաև կան ուղարկված ռուսներ, որոնք հենց հիմա աշխատում են մեր պետության դեմ, պետականության դեմ, եւ մենք պետք է աչալուրջ լինենք, դա փաստ է, դա չենք շղթում։ Հիմա ասեմ նրան, որ մի քանի իդիոտ իրանց եթերներում են հայտարարել, թե իրանց էջերում են գրել, չեմ մանում։ Համենայն դեպս Նիկոլ Փաշինյանի էջում նման բան չկա, ոչ մի ԿՊԱ-կանի էջում նման բան չկա, որ հայտարարի, որ իբր թե հրավիրում ենք ձեզ, լինելու է հյուրասիրություն, ձրի խորոված։ Ես չգիտեմ մի քանի հոգի որ լրատվականի տակ էր մնացել կամ որ մի անասունի էջի տակ էր մնացել նման նորություն կարդացել ու այդ հույսով եկել ու վդրուկ քորոփոշման գնացել։ Ես տեղյակ չեմ։ Ես լսել եմ որ նաև ինչ որ պապիկ սոված ա եղել թե ինչ չեմ անում։ Ես պատրաստ կլինեի պապիկի համար անպայման մի հատ խորոված գնեի, բայց ես երբևէ չեմ տեսել, չեմ լսել որ նման տոների ժամանակ ինչ որ այդ վրաների տակ գտնվող ՍՊ-ները, ասենք, որոնք տենդեր են շարում, ասենք, պետք է դերիգան ինչ որ մեկին հաց տան։ Ես абսուրդի ժանրից է, իհարկե բոլորս դա հասկանում ենք, դե տուֆտեկը պետք է տուֆտեն, առանց դրա ո՞նց կլինի։ Բա ո՞նց կլինի։ Նաև ֆիքսենք այն փաստը, որ նման վայրերում միշտ էլ գները թանկ են լինում։ Էսի ասենք բան չի, բացառություն չէր այս տոնը ու շահարկել, մանիպուլացնել, էսի մենակ դիշովկի կարան անել, դե մենք ունենք պակաս դիշովկի պակաս չունենք։ Ես կոնկրետ սոված չեմ գնացել, համերգի ժամանակ էլ հաց եմ կերել, որտեղ հարկ եմ համարել, ասենք խնդիր չեմ էլ ունեցել, որ մոտենամ մի հատ հարցնեմ այդ խորովածը ինչ արժի։ Ես այդ բանից սով չէի զգում, ընդհանրապես մարոժնի ուզեցի, այն էլ բաժակի մեջ անես ճախտեցին անես մի հատ մեծ մարոժնի տվեցին, կակրաս մի քանի աբիժնիկ կա էլի իմ քաշից վադացած։ Կակրաս դեռս բռնած քայլում է, որ տենան ավելի եմ ծանրանալու էլի, որ մի քիչ նեղվեն, ավելի շատ նեղվեն։ Հետո եղավ սենց մի միջադեպ, ուրեմն Արսեն Թորոսյանին մոտեցել էր ՀՀ քաղաքացի, սպարտիվնի շորերով, անունը չգիտեմ, իսկի չեմ էլ ուզում իմանամ, որովհետև ես ընդհանրապես ուզում եմ իմանամ տղամարդկանց անուն ազգանունը, հա, որ հարգում եմ որպես տղամարդ։ Սա ինձ համար տղամարդ չի, ասեմ ինչու, բացատրեմ մանրամասն։ Վստահ եմ, որ շատերը այդ վիդեոն նկատել եք, տեսել եք, երբ որ մենք իրար հետ բանավիճում ենք, ես իրան հարց եմ տալիս, նախ առաջին ասում եմ մի բրթցրու, չեմ սիրում որ բրթցնում են, դավայ ապացուցի, որ Արսեն Թորոսյանը նման արտահայտություն է արել։ Որից հետո ինքը բացում է վիդեոն եւ ցույց է տալիս եւ դուրս է գալիս, որ ինքը սատում է նախ առաջինը, այնտեղ բերան մեր մոր բերան բան տենց արտահայտություններ Արսեն Թորոսյանը չի արել։ Ես իհարկե կարող եմ ձեզ դեմոնստրացիա անեմ հենց այդ նույն բառերը Արսեն Թորոսյանի ասած։ Ով մեզ, ինձ, իմ թիմակիցներին կամ որևէ այլ մարդու, ասի թուրք, որպես հայոյանք, դրա մերնել, հերնել, լավնել, ընտանիքնել։ Լսեցիք, իսկ հիմա լսեք ինքը ինչ է ասում, որից հետո ես իրան ասեցի, որ ստում ես։ Իհարկե ես սուտասան տղամարդկանց առավել եւս ընդհանրապես չեմ հարգում, էսի իմ համար sense տարականի կատեգորիայի մի հատ երևույթ է։ Կինը երբ որ ստում է, դու հասկանում ես, որ կինը կարա վախենա եւ ստի։ Բայց որ տղամարդն է ստում, իրան էլ տաղ ու տեղ դրա, ճշտով եկե մի հարց է լուծում, որդ քյալեն։ Դա քեսից մտնում խոսակցության քեսից ո՞ր խոսակցության քես Արսենի խոսակցության քեսից շո բան իրար վիճաբանություն է բայց դա մեր վիճաբանության մեջ մտնում ես եկել ես ամիրան փողոցի վրա ուզում ես վիճաբանություն դա հարգարժան հարցում է ես անընդհատ արտակայ չէ արտակայ Այդ համբերություն հնարավոր է չեմ ուզում կարամ Այն նվաստ
Ջոգիր դու ինչ ասիր, հարգարժան, այդ տենց միշտ ըկմիլինկի կասես հարգարժան, եսի մեկ։ Երկրորդը, դու ընդեղ բացատրություն ես տալիս, անգամ իմ հետ վիճվելու ժամանակ, դու ասում ես, որ ինքը ասել է նաև այլ մարդկանց, բացի նրանից, որ ինքը լավի բերաման, ընդեղ լավ ավելացրել ես, էլի դե շիզոֆրենիան ձեր մեջ արկայա, մենք չենք կարա հերքենք, դուք կարաք տերբեր սարքեք, բայց դու մոռանում ես, որ Թորոսյանը ազգային ժողովում պատասխանեց նման վիրավորանքին, այլ ոչ թե ինքնուրույն հելավ սենց վդրուկ ուզեցավ նման բան ասի։ Դալը դնենք մի կողմ, սկսեմ քեզանից, տղա ջան։ Ախր նայում եմ վրետ ու չգիտես խնդած թե լաս, այ հոպար, ջան, հայ ջան, հետ որ եկել ես, իպր կպահականների թասիվն էլ պահես էլի, բայց հետո որ նստում ես, բրթստում ես զոմբիներ ես ասում սաղիս էլի, սաղիս զոմբիներ ես ասում, դու տենց էիր եկել մեր թասիվը պահեիր, հա, հիմա մի հատես նյութը կդնեմ, թող ժողովուրդս լսի, որտեվ ես ոնց հասկացա, որ դու շատ ես ուզում զվեզդա դառնաս, էլի, հեսա դու կդառնաս զվեզդա հայ ազգի, սպասի։ Ժողովուրդ ջան, իմ ու իրա բանավեճը չեմ դնում, համացանցերում տարածված է, լավ էլ տարածել են, ինձ թվում է բոլորդ էլ լսել եք, ես ընդամենը ուզում եմ այս երևույթը այդ փողոցից դուրս գալուց հետո ինչերա խոսել դուք մի հատ լսեք։ Հա, ես էդի երեք չառաջորն էի ասե, Նիկոլա Ալիևից, ասպան միֆուր, լավ պուպուլի միսա բերել, որ հույրասիրի, որոստը մտածեց հենա կարա ծախիխի հույրասիրի, զարմանալի է շատ, որ պետքա վաճարվեր էդ խորովածը։ Ասեմ քեզ, զարմացրիր, ոչինչ չասեմ, մարդելը տենց պրիզնատ կա, թե փոքր ժամանակ, կաթի փոխարեն ինչա կերել, ունեց ուրախ այդ մասին ասում, դու պոպուլիկ ասելուց, հնենց ես ուրախանում, կարծես քո մանկական խաղալիքն ա եղել, կարողա կրծքի փոխարեն պոպուլիկ ես կերել, բալիկ ջան, Էդ հերդ էր զանգել, ասել, որ մի ֆուր պոպուլիկ ենք բերել Ադրբեջանից, որ հյուրասիրենք, էնել որոշել ենք ծախենք, հա? Դրա մարես նեղվել, որ այդ պոպուլիկից քեզ չի հասել, բայց զեն հանապ էր, գիտես ինչքան կա, պոպուլ չէ, չունգուլներ, որ կարա մտնի բերանդ, որիցը դուզ գա։ Հիմա այդ հրապարակիտ, յուրաքանչյուր քպեին սատարող, կամ այդ նույն փողոցի վրա, յուրաքանչյուր հանգստացող մարդ, որ հիմա քեզ ինչ-որ միտեղ տեսնի, ասի ախպեր ջան, լարիս տեղ։ Ես ինչ արտահայտություններ ես անում, ես ինչ ես բերում մեր գլխին, ասենք ես ինչ ես ասում, էլի քեզ տղա ես զգում, որտեղ Նիկոլը քեզ քաղաքացու ուրա նվիրել, շլվարա նվիրել, հա? Ուրեմն դու կարաս հենց սենց էշ դուս տաս, կարողա դու անմեղսունակ ես, ասենք թուղթ ունես էլի, դրա համար սենց հանգի սենց քայլեր անում, սենց խաղեր տալիս էլի, Կարողա իրոք գժի թուղթ ունես, դրա համար ես դու քեզ սենց բաներ թույլ տալիս ավել պակաս, հա? Բա դեմդ կանգնած էի, ես քո հետ խոսում էի, դու ինձ ասում էիր քույրիկ ջան, մռասուշ դիմում ես ինձ քույրիկ ջան, փոխադարձ հարգանքներ ստանում էիր, բայց երբ որ դու նյութը ցույց տվեցիր, ես քեզ ասեցի, ես ավելացնում եմ, ով որ ինձ, իմ համակիրներին, ԿՊ-ի սատարողներին, այս քաղաքական ուժին սատարողներին, ով համարում է թուրք, ես իրա մերը հերը Գերդաստանը դամավոր կնիշկ են։ Ես եմ ասել քեզ։ Ինչի՞ չպատասխանեցիր, հա? Ինչի՞ չպատասխանեցիր, այնտեղ ֆրցնում էիր այլոք, մայլոք, ես թուրքի դեմ պայքարող ֆլան ֆստան, հետո գնացիր, ու իմ մասին, ասում ես իմ ինչ որ կնանոց ֆաս էր տվել Նիկոլը ոչ մեկին ֆաս չի տալիս։ Այդ քո տերերն են քեզ ֆաս տվել, այ անմեղսունակ։ Այո, ես գտնում եմ, որ դու անմեղսունակ ես, որտեղ մենակ անմեղսունակը կարա նման արտահայտություն անի իր ազգի նկատմամբ, որ իբր Նիկոլը այդ ամեն ինչից բերել է, այդ փոքր Սարդերկեքից բերելա, պոպուլիկներից բերելա, որ իր ազգին կերցնի, ես ասում եմ, մինիմում դու պետք է լինես անմեղսունակ։ Այնքան անթասիբ տերապկա ես, որ դու անգամ, չգիտեմ, էլի, թուրքի չեմ անում, ինչ ուզում ես բերես քո հայ ազգին իբր կերցնես, որտեվ դա աբսուրդ է, էլի, դա հնարավոր չի, էլի, դու պրոստը քո ֆանտազիաներն ես միացնում, որ թուրքի եսիմ ինչը ֆուրերով բերում են, որ հայ ազգին կերցնեն, այդ քո ֆանտազիաները, որ դու արտահայտում ես, դու հետո կանգնում ես, ասում ես հայի թասիբը պահող եմ։ Դու տանձի գլուխ ես դու, ոչ թե հայի թասիբ պահող։ Ոնց կարա հայի թասիբը պահողը հելնի նման արտահայտություն անի։ Ես յուրաքանչյուր տեղ, որտեղ քեզ տեսնեմ, այնտեղ ուղիղ հարցեր եմ տալու, ու դու պատասխանելու ես այդ իմ հարցերին։ Չի կարա հայ տղամարդը նման տրյապկի պես իրան պահի։ Չի կարա հայ տղամարդը այսքան ստորանա, ինչքան որ դու։ Շլվարել են հագցրել, էլի մարդ չես դարե դու։ Ու սա մենակ սրա մասին չի։ Ես իմ կարծիքը ամբողջովին որ հայտնեցի այս երևույթի մասին, այս անմեղսունակի մասին,
բոլորդ ովքեր լայքել եք սրա նյութը, այս տականքություն, այս վիժվածքություն, այս պղծությունը, դուք բոլորդ իրան նման եք։ Իմ մոտ հարցածակում, որ դուք փոքր ժամանակ ինչ որ պոպուլիկների հետ եք խաղացել, չգիտեմ, ձեր պապաներն են խաղցրել, թե մամաների դվայուրնի ամուսինները, դա արդեն իմ գործը չի, բայց փաստը մնում է փաստ, որ դուք նման նյութը լայքում եք կամ համաձայնվում եք, ուրեմն փոքր ժամանակ դուք մենակ պոպուլիկներ եք տեսել կրծքի փոխարեն, կաթի փոխարեն, էլի։ Իսկ հիմա անցնեմ են վիժվածքներին, ովքեր որ Իվետա Մուկուչյանին էին կպել, խաչի փոխարեն Լուսին էին կախել։ Ուրեմն տարեք կախեք ձեր մոր ճակատներից այդ Լուսինը։ Իվետա Մուկուչյանը նախ առաջինը մեր Ջենիֆեր Լոպեսն է։ Շատ գեղեցիկ կին է, արտակարգ մարդ է, եւ երկրորդը դիշոկ եք, ձեր նման չի հելնում Բեմ ու Քարոզ Արշավանում։ Ինքը հելել է իր ժողովրդին, ուրախացրել ու գնացել է։ Ես իր ցավը տանեմ ու յուրաքանչյուր երկիչ, ով որ դուրս է գալիս, իմ ժողովրդին, իմ ազգին ուրախացնում է, չի տուֆտում, Քարոզ Արշավ չի սկսում։ Ես իր ցավը տանեմ, որովհետեւ ժողովրդը ինքը պետք է որոշի, այլ ոչ թե երկիչը ասի։ Երկիչի գործն է ազգի միավորի, այլ ոչ թե բաժանի։ Այսքանը։ Մեկ էլ վերջին մի հատ անդրադառնում եմ, էլի սրան վաղուց բան չեմ ասել, վերջին անգամ ասել եմ Telegram-յան չաթում, կարծես կարոտել է ինձ սպասեք մի հատ դնեմ ռոժը տեսեք նոր։ Նիկոլականն է այլասերված կին, որը հաճույք է ստանում, որ իրեն տեղը ցույց տան։ Ուրեմն ազգությամբ ոչ հայ 100% եմ ասում, կասկածող կա բերեք գենետիկ կոդը ես հանձնեմ, ես փողը կտամ։ Մերի Թումոյան։ Նիկոլակա, անհայտ ծագման երևույթ, Վարչով ապրում է Մոսկվաներում, այդտեղ գորգռում է այդ քաղաքացու վրա թե Ազիզորով եկել է Սարամես, ուրեմն Մերի Թումոյան։ Ես 21 թվականին Արփայի ուղիղ եթերում զգուշացրել եմ տղամարդկանց ոտի արանքներից դուրս արել։ Գնա, որտեղ պադեզներում թուրքերը հետ ինչ անում ես, այնտեղ մնա։ Չգաս Հայաստանում քեզ չփորձես սարքես հայաստանցի, թե չէ որ բուկետ բերանը սպացեց քո այդ պադեզդում Մոսկվայի լավ հայ տղեկը քեզ կճվապեն։ Սա դեռ զգուշացում քեզ։ Այդ թուրքի չասեն ինչ։ Դու էթնիկ հայ չես։ Դու բուծված օտարազգի կենթանի ես դենկա բեր ես հանձնեմ դու դենկայով հայ չես գնչու քոչվոր ես դու հասկացա դու ադրբեջանա քոչվոր գնչու ես դու հայազգի հետ կապ չունես հասար եմ ասել տղամարդու ոտների արանք ես քեզ զգուշացրել եմ մի հատ էլ նման բան եղա փորձեցի քո եսի ինչ խոսած քո եթերում ինչ խոսած ինչ չի ասում նայի տես քո վրա ինչ կկատարվի Մոսկվա Նիկոլ Փաշինյանը ամսի 8-ին մատաղ են անելու զգուշեղի Մոսկվա փախտես պատժեցնում քեզ եմ ապաճան ես ուղիղ եմ ասում մեկ ասում Ազիզորով եկել եք հարամեք հետում համար բրդար բայց ինչքան գավնավոզ կա համացանցում որ իրան դրել է մեծ քակից տեղ դու ընդամենը գավնավոզ ես լսի Ուրեմն վերջին անգամ երբ որ մենք խոսել ենք իրար հետ այդ չաթում որում որ դու նշեցիր Հիշում ես ինչ էիր խոսում Հիշում ես ուր էիր տանում խոսակցությունը այ վհուկ Մեկ էլ ընկերոջդ հիշում ես այն մասոն որ սպերմ էր հանձնում որ իբր ինքը տենց տղա է երկու ընկերով այ կարմիր ցլիկ Հիշում ես որ եկար Հայաստան փախած էր իր մանգալից դեռ կարմիր հակած կարմիր ցիլոյով Հիշում ես ինձ ինչ գրեցիր Ռեակցիաս էիր էլի սպասում որ կարող ապատայի մերին հետդ խորանա Հիշում ես մերին քեզ ինչ ասեց գնաշռի քնի Դիդուլա Այդ թխմուշ Այդ գավնավոզ Սպասում եմ բերանդ բացես Հələ տենա մետ ինչ ես ասելու Հա մեկ էլ չմոռանաս Մոսկվայի տղերքին զանգես Սպասում եմ Հələ սրանն նայի Ամեն մի դարու մի ասա Չունգուլի վաստակ եկել է իրան տղայա կտրե Դու որ եկել էիր Հայաստան խիր տենց վախեցած քայլում կասես հա Ես էլի Հայաստանում եմ Ես հայ եմ Դու ուզում ես այդտեղ պատառոտվի Ես հայ եմ հասկացար ու ես ոչ թե լավ եմ զգում որ ինձ նման բաներ են ասում ես լավ եմ զգում որ ձեր դեմքերն ա պատռվում թե ինչքան դիշով կա վիժվածքներ եք դուք հասկացար գագիկ գնաշռի քնի ապերիկ Հոգնած Կարճ ասած ժողովուրդ ջան, այսենց ճիշտ է, այդքան շատ չեն, բայց կան եւ համացանցում, եւ կյանքում, անգամ մարդ կար, որ ընկել էր այդ հրապարակով մեկ, սաղին սոված էր ասում, ինչա եկել են տոնին, ասում է, ինչքան սոված մարդ կա Հայաստանում, այդ տենց տուֆտեք կան մեր երկրում, բայց դե ինչ անենք, ընկել ենք քաշում ենք, ու այո, հանուն իմ հայրենիքի, հանուն իմ այս դրոշի, ես ամեն ինչի կդիմանամ Բայց ամեն ինչ ժամանակավոր է։ Ձեր այդ պահվածքը, որ շլվարները նվիրել ենք, կրեդիտ ենք նվիրել, վարկով ենք տվել, որ տեսնենք, թե դուք ձեզ ոնց եք պահում։ Ու ոնց հասկանում եմ ձեր հակով չի այդ շլվարները։ Շուտով զբիրոմ աբրետնը, բա։
Ինձ էլ մի ահաբեկեք, աշկերիս նայեք, տեսնում եք ինչքան ահաբեկված եմ, այսքան